Առողջությունը միշտ քիչ է քան ուզում են եւ շատ քան թվում է, ասել է Վալերիա Ֆունչենկոն։ Բարև ձեզ։ Առողջություն հաղորդաշարը փորձում է օգնել ձեզ պահպանել առողջությունը, առօրյայում չզգալ դրա պակասը եւ հարկ եղած դեպքերում հեշտությամբ գտնել ուղիներ դրա վերականգնման համար։ Այս գործում այսօր մեզ օգնում է Արման Յանա դուետի գեղեցիկ սեռի ներկայացուցիչ երգչուհի Յանան։ Անկասկած նրան առանց ամուսնու տեսնելը բավականին հազվագյուտ երևույթ է, սակայն ամուսինը իրականում ներկա էր, բայց այս անգամ ցանկացավ մնալ կադրից դուրս։ Կրթությամբ ջութակահարուհի եւ երգչուհի Յանան արդեն 2000 թվականից Արման Յանա ընտանեկան դուետի մաս է կազմում, որը հաջողությամբ հանդես է գալիս հեղինակային երգերով եւ իհարկե հայրենական ու միջազգային հիթային կատարումներով, համերգային բեմերում եւ ակումբներում։ Ամուսինները երկու զավակների ծնողներ են, ապրում են բավականին առողջ կենսակերպով։ Արմանը պրոֆեսիոնալ լողորդ է, ավագ որդին եւս, իսկ կրտսերը ֆուտբոլիստ։ Նրանց կյանքի կարգախոսներն են ապրել արդար, անել բարություն, կամենալ լավը, քանզի կյանքը բումերանգ է։ Հնարավոր է դա է պատճառը, որ ապրելով մեծ ընտանիքում ծնողների հետ, ընտանիքում տիրում է ներդաշնակություն։ Յանան այդ բացառիկ կանանցից է, որը հենց ինքը կանացիություն է, հոգատարություն է, նվիրվածքին երեխաների շատ լավ մայր եւ արտակարգ ստեղծագործող։ Խոհանոցում բացառիկ խոհարարուհի է։ Այդ ամենը նպաստում է նրան առողջ լինելու։ Մարդ երբ որ սկսում է ներշնչել, թե վատ է ինքը լինում, ավելի է վատանում։ Եվ հակառակը։ Երգչուհի Յանա 30-ից տարիքային խմբի ներկայացուցիչ, ցանկանում է վերականգնել կազմվածքի նախկին ցուցանիշները։ Դրական էմոցիաները ազդում են առողջության վրա։ Դա չի նշանակում, որ պետք չէ դիմել բժշկի օգնությանը, գոնե տարին մի անգամ պետք է գնան ստուգման։ Ընտանիքում տղամարդիկ շատ է, սնդիկի պես նա ամբողջ օրը վազքի մեջ է։ Ասում եմ Յանա ջան, դու որտեղից ես այդքան էներգիա վերցնում, ասում է իմ մեջ եղած սիրուց։ Ինչքան սեր տալիս եմ, այնքան վերցնում եմ։ Եվ նրա երիտասարդ լինելու գրավականն է, նրա էներգետիկ եւ աշխուժ լինելու գրավականն է։ Ես ինքս շատ ուշադիր եմ բոլորի նկատմամբ, եւ ծնողներիս, եւ ամուսնուս, եւ փորձում եմ նրանց այնպես անել, որ նրանք էլ չզգան, եթե վատ եմ զգում, նրանք չիմանան դրա մասին։ Առաջնահերթ սկսվում է հիգիենայից։ Մաքուր օդը պարտադիր է տանը։ Ես դեմ եմ ֆասթ ֆուդերին։ Կաշաները պարտադիր են տանը, ժամանակաշարունակ եւ սուպիկները։ Քաղցր սիրում է, բայց երբեք չեմ տեսել, որ չարաշահի Յանան։ Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ նրա մոտ խնդիրներ է առաջանում, նա գերհոգնածությունից է։ Սկսել եմ ավելի խորը հետևել իմ առողջությանը, որտեղ դրա կարիքը զգացվեց։ Այս վերջերս մի թեթևակի խնդիրներ եղավ մաշկի ալերգետիկ ֆոնի հետ եւ Գալինանը յուրաքանչյուր փոքրիկ իմունալ համակարգի հետ խնդիրներ, հիվանդությունները գլուխ են բարձրացնում։ Այնպես որ ես նրան ասացի, որ չընկճվես, առողջությամբ պետք է զբաղվել այսօր, հենց հիմա։ Ըստ հաղորդաշարի ավանդական հարցմանը պատասխանողների 30%-ը կյանքում գոնե մեկ շրջան զբաղվել կամ զբաղվում է այս կամ այն տեսակի մարմնամարզությամբ։ Մինչդեռ առողջության, բարձր տրամադրության եւ լավ ինքնազգացողության ու մարմնակազմության համար հարկավոր է մարզվելը դարձնել կենսակերպ։ Յանա, քեզ մեծ սիրով ողջունում եմ, հատկապես որովհետեւ այսօր մեր հանդիպման խորագիրը առողջությունն է, առողջ ապրելակերպը։ Ողջույն։ Ինչ սովորություններ ունես առողջ ապրելակերպի հետ կապված։ Երբևիցե չեմ ծխել, ալկոհոլ չեմ օգտագործում, վազում եմ, որպեսզի ֆորմայի մեջ լինեմ, ոչ առավոտյան։ Շատ գովելի է, վերջերս կա ուսումնասիրություն, ըստ որի ժամը 17-ից 19-ի հատվածում են մկանները պատրաստ մարզվելուն եւ ծանրաբեռնվածության։ Համամիտ եմ, որովհետեւ առավոտյան շուտ երբ որ արթնանում ես ու միանգամից նագրուսկա տալ, այդպես օրգանիզմին շատ դժվար է։ Քնել շատ եմ սիրում եւ ասենք գիշերային կյանքը այդքան շատ չեմ ողջունում։ Պետք է այդ 8 ժամը կամ չգիտեմ 6 ժամը, 8 ժամը, 10 ժամը ամենայն դեպս երբ որ գիշերը քնում ես հաջորդ օրը եւ տեսքը եւ ամեն ինչը եւ մաշկը ամեն ինչը տեղում է։ Եվ հակառակը երբ որ ցերեկը քնես, երկար քնես,
անմիջապես դեմքի վրա արտահայտվում է դա։ Միանշանակ եւ առողջության վրա էլ է անդրադառնում անմիջականորեն ռիսկը սրտանոթային հիվանդությունների խիստ աճում է, եթե մարդը գիշերը չի քնում։ Իդեպ, եթե քնեն մինչև ժամը 12-ը, կկարողանան քնի ընթացքում նաեւ նիհարել, իսկ դուք կցանկանաք մարզվել, որովհետեւ պարզապես ուզում եք առողջ ապրելակերպով ապրել, թե որպեսզի կազմվածքի հետ կապված որոշ շտկումներ անեք։ Նաեւ կազմվածքի շատ նիհար եմ ավելի եղել, երկրորդ երեխայից հետո փոխվեց եւ ասենք օրգանիզմը անհատական է, ամեն մեկի օրգանիզմը մարդկա, ասենք ուտելուց է չաղանում մարդը, ես ընդհանրապես շատ քիչ եմ ուտում։ Դա ուտելուց չի ինձ մոտ, ես գիտեմ, որ դա շարժվելուց է։ Բայց ժամանակ ասեմ տանը 40 րոպեից մինչև 1 ժամ բարձր երաժշտություն եմ միացնում եւ պարում եմ։ Շատ լավ է, շատ գովելի է, որովհետև նախ հաստատված է, որ 40 րոպե անց սկսում է ճարպերը օրգանիզմի այրվել, միայն անդադար շարժման մեջ եթե լինես 40 րոպե եւ առհասարակ նվազագույն պահանջի յուրաքանչյուր մարդուց շաբաթական 150 րոպե չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն եւ 75 րոպե արդեն ծանրաբեռնվածությամբ մարզումներ, այսինքն ինտենսիվ, երբ այդ ընթացքում այլևս շնչառությունը այնքան արագ է, որ խոսել հնարավոր չէ։ Ընդ որում դրանք բեռնվածության վարժություններն են, այնպես որ այսօր թերևս կանցնենք հենց այդ տարբերակներին, որովհետև դա այն է, ինչը պահանջում է բոլորից, բոլոր տարիքային խմբերից եւ երկու սեռից։ Մեծ հաճույքով զբաղվում եմ սպորտով, ավելի աշխույժ են, ավելի առույգ են առօրյա կյանքում, իսկն դա զգացվում է ամեն ինչից, շարժուձևից, պահելաձևից։ Դե որովհետև ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ հատուկ հորմոններ են արտադրվում, որոնք եւ նպաստում են ինչպես տրամադրությանը, այնպես էլ առողջությանն ու ակտիվությանը։ Ուրեմն պատրաստվենք եւ իջնենք արդեն մարզասրահ։ Ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները որպես հիմք, նա համաձայնեց մարզվել մարզասարքերով, քանզի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար աշխատացնել մկանները որոշակի բեռնվածությամբ պարտադիր գործոն է։ Միայն այդ դեպքում օրգանիզմում արտադրվում են համապատասխան հորմոններ, որոնք նպաստում են առողջության պահպանմանը, վերականգնմանը, կանխարգելում են տարաբնույթ հիվանդություններ եւ հնարավորություն են տալիս միշտ լինել երիտասարդ ուտոգին։ Արդյոք ցանկացած տարիքում կարելի է սկսել վարժանքներ առանց որևէ նախապատրաստական աշխատանքների։ Իհարկե, կարելի է ցանկացած տարիքում սկսել, հաշվի առնելով նաև այն փաստը, որ տարիքի հետ մկաններն ու հոդերը փոքրանում են, հետևաբար, եթե սկսում ենք պարապել, սկսում ենք վաղ տարիքից։ Նեյլի Թոփչյան, գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ, Pro-Life Wellness & Spa մարզասրահի մարզիչ։ Ընդհանուր առմամբ ոչ մի բացասական անդրադարձ դա չի կարող ունենալ մարզիկի վրա կամ այն մարդու վրա, ով պատրաստվում է մարզվել, ուղղակի պետք է գալ, մոտենալ մարզասրահում ցանկացած մարզիչի եւ սկսել խորհրդակցել կոնսուլտացիայի տեսքով, քանի որ կարող են լինել նաեւ որոշակի խնդիրներ, որոնց մասին նույնիսկ իրենք տեղյակ չեն, հա։ Պետք է անպայման կոնսուլտացիա անցկացնել կամ մարզիչի, կամ ակումբում առկա դիետոլոգի կամ ռեաբիլիտոլոգի հետ։ Վերջերս ես նյարդերի հետ խնդիր եմ ունեցել, հնարավոր է մարզվել իհարկե, եթե բուժվել ենք։ Համենայն դեպս մենք պետք է լինենք առավել ուշադիր, որպեսզի չվնասենք նյարդային հանգույցները եւ այն նյարդահանգույցը, որով որ վնասված է եղել։ Ուրեմն, Յանա, նախ միջև մարզումները սկսելը ես պետք է ճշտեմ, ինչ նպատակով եք այցելում մարզասրահ։ Նախ առաջնահերթ ուզում եմ քաշը գցել եւ վերադառնալ իմ նախկին քաշին։ Իսկ նախկինը որքան էր։ 61-ից 64 կիլոգրամ։ 10 կիլո, համարը 9 կիլո ավել եմ հիմա, ես ինքս գիտեմ եւ ուզում եմ այդ 10-ից 9 կիլո, 9-ից 10 կիլո գցել քաշը մեկ, երկրորդն է տրամադրության վրա եւ նյարդերին ինձ թվում է լավ է օգնում։ Բարելավում է։ Ինչքան ժամանակում եք պատկերացնում Յանա ձեր քաշի նվազեցումը։ Ունեք որոշակի պատկերացում։ Գիտեք, պատկերացում այդպես չունեմ, այն մարդկանցից չեմ, որ շատ շտապում եմ, ճիշտ է, ցանկությունս շատ է, մեծ է, որ ինչքան հնարավորին չափով շուտ գցեմ քաշը, բայց ճիշտ ձևով, որ չվնասին առողջությանը, դրա համար ուզենայի, որ մասնագետը խորհուրդ տար եւ ինքնուրույն չզբաղվեի այդ ամենով։ Այս դեպքում քաշի կոլոստի չափը հաշվի առնելով պետք է միշտ ունենանք այնպիսի միտում, որ պետք է գանք մարզասրահ հաճախելուց, սկսենք արդեն ռացիոնալ սննդով, սկսենք ավելի ռեժիմով պարապմունքներ եւ պետք է կամքի ուժ դրսևորել, հա։
Ռացիոնալ սննդի մասին դեռևս մանրամասն կխոսենք, բայց քաշի կորստի հետ կապված, նվազեցման հետ կապված պիտի ասեմ Յանային եւ առհասարակ բոլոր կանանց, ովքեր շտապում են, որ 6 ամիսների ընթացքում կարելի է կորցնել քաշի ոչ ավելին, քան 10%-ը, որպեսզի խուսափենք այլ բարդություններից, որոնք զարգանում են կտրուկ փոփոխությունների օրգանիզմում տեղի ունեցող։ Չէ՞ որ ի վերջո բացի քաշի կորստից անհրաժեշտ է ուղղակի լավ տրամադրություն, առավել առողջություն եւ առավել ձգված մկանների առկայություն։ Այո, քանի որ մարզասրահ չհաճախելուց պետք է մեզ միշտ զգանք ֆիզիկապես ավելի առողջ եւ գնալով աճենք, ոչ թե հետընթաց լինի մեր մոտ, հա, առողջության առումով։ Խոսքի իմունիտետի մասին է։ Եթե մենք գանք ծանրաբեռնենք մեզ միանգամից շատ ծանր քաշերով կամ ծանր առօրյայով եւ մարզումներով, բնականաբար իմունիտետը գնալով կիջնի քաշի հետ միասին։ Չենք կենտրոնանալու քաշի վրա, մեր համար կարևորը առողջ ապրելակերպով նիհարելը, առողջ ձևով նիհարելը, հա։ Դա էլ իմ նպատակն է։ Ռացիոնալ սննդով եւ արդեն կոնկրետ կամքի ուժով։ Եվ միայն այդ դեպքում մարզիչը կարող է ստանալ այն արդյունքը, որը որ ակնկալում է հաճախորդը։ Առողջարար սննդակարգի պարտադիր պահանջներն են՝ սնվել փոքր չափաբաժիններով, բայց հաճախակի, զերծ լինել ֆաստ ֆուդից։ Դրանցից ամենահուսալին լավաշով ու կանաչեղենով բրդուճներն են։ Նվազագույն վնասակարության են պիցաները։ Մնացյալ արագ պատրաստվող սնունդը, հատկապես տապակածը եւ պաքսիմատով պատվածները, խիստ վնասակար են։ Աղիորեկան չափաբաժինը ընդհանուր սննդում չպետք է գերազանցի 1 թեյի գտալը։ Ցանկալի չափաբաժինը կես թեյի գտալն է, ընդ որում խոսքը ճաշատեսակներում առկա աղի մասին է, ոչ թե միայն ավելացվող աղի։ Պետք է ուտել օրեկան 5 տեսակի ընդհանուր առմամբ նվազագույն պահանջով 500 գրամ թարմ միրգ ու բանջարեղեն։ Միրգը ցանկալի է օրվա առաջին կեսում, սննդի հիմնական ընդունումներից առաջ, նպաստելու լավ մարսողությանը։ Իսկ բանջարեղենը պետք է կազմի ձեր հիմնական սննդի ընդունման ափսեի ուտեստների կեսից ավելին։ Առհասարակ հարկավոր է շաբաթական առնվազն 2 անգամ թարմ ու յուղոտ ձկնամթերք ուտել։ Օրեկան հարկավոր է յուղազերծված կամ ցածր յուղայնության կատնամթերք եւ կենդանական ծակման մթերք։ Մսեղենը ոչ տապակած վիճակում, օրեկան 1 անգամ, ձեր ափի չափսի կտորով։ Հացը, հատիկը, լոբազգինները եւ այլն ցուցված է 1 բռունցքի չափով, իսկ բուն հացը պետք է լինի սև կամ թեփով, յուրաքանչյուր անգամ սնվելուց 1 բարակ կտոր։ Կարագը օրական ձեր բութմատի ծայրի չափով, պանիրը օրական ամբողջական բութմատի չափով, քաղցրավենիքը ոչ ամեն օր, լուցկու տուփի չափով։ Քաղցրի պակասը կարող եք լրացնել օրական ուտելով առանց շաքարի պատրաստված չրեղեն։ Հրաժարվեք պահածոներից, շերտավոր խմորից, ապխտած մսեղենից, երշիկեղենից, քաղցր գազավորված ըմպելիքներից։ Ուզում եմ իմանալ պարապմունքից առաջ, ինչքան ժամանակ առաջ պետք է ստամոքսը դատարկ լինի կամ ծանրաբեռնած եւ ջրի հետ կապված, որովհետեւ միշտ մարզանքներից հետո, նույն պարելուց հետո անմիջապես ուզում ես ջուր խմել, կարելի է թե ոչ։ Իհարկե, հեղուկի քանակությունը օրգանիզմում շատ կարևոր է, քանի որ այն Նեյլի Թոփչյան, գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ, Pro-Life Wellness and Spa մարզասրահի մարզիչ։ Ֆունկցիան, որ կատարվում է ճարպերի հալման ընթացքում, շատ կարևոր է, հեղուկը մեծ դեր է խաղում, հա։ Դոյից մենք պետք է ունենանք ընդհանուր օրվա մեջ 2 լիտր մինիմում հեղուկի ընդունում, որը պետք է ունենանք կում մարզման ընթացքում։ Մարզման ընթացքում, իսկ հետո մարզումից հետո 15 րոպե հետո կարելի է խմել, բայց եւս կում։ Եվ առհասարակ կում խմելը շատ առողջարար է, ի տարբերություն մեկ մեծ գավաթով ջուր ըմպելուց։ Ջուր միանգամից խմելու։ Իսկ սննդի հետ կապված, սննդի հետ կապված, որպես ընդհանուր ռացիոն կարող եմ ասել, որ պետք է ուղղակի քչացնենք ածխաջրերի քանակը, յուղային սննդակարգը եւ քաղցրեղեն պարունակող, այսպես ասած, դեսերտի մասին է խոսքը, որ պետք է ցավալի պետին եկանք հասանք։ Շատ սիրելի այդ ամենը Յանայի համար։ Բոլոր կանայք էլ գուրմաններ են այդ առումով, բայց պետք է հետևել, հա, կարող ենք սնվել պարապմունքից 2 ժամ առաջ եւ թույլատրելի է սնվել պարապմունքից 2 ժամ հետո։ Կա որոշակի կարգ, որ պետք է սնվել օրվա մեջ 5-ից 6 անգամ 2 ժամը 1 եւ ամեն ընդունումը սննդի պետք է չգերազանցի 300-ից 400 գրամը։ Շատ լավ մոտեցում է, շատ ողջունելի մոտեցում։ Դուք ֆորմայի մեջ եք, դուք հետևում եք այդ ամեն ինչին, ինչ որ մեզ խորհուրդ եք տալիս։
թե նախավարժանքների, թե վարժությունների հետևանքն է։ Այո, իհարկե, ես հետևում եմ եւ ինքս տեսնում եք արդյունքը արդեն եւ ինքս ավելի առողջ եմ ինձ զգում։ Նելի մի առանձնահատկությանը եւս անդրադառնանք մարզասրահներում այդպիսի խոսակցություններ շատ են շրջանառում, որ մարդու մարմինը կարծես թե ավելի նիհարել է, զանգվածի կորուստ կարծեցյալ պիտի լինի, բայց կշռվում են եւ կշռքը միևնույն է նույն քաշն է ցույց տալիս։ Արդյոք սա հնարավոր տարբերակ է։ Իհարկե, դա հնարավոր տարբերակ է, քանի որ ճարպային հյուսվածքները ավելի քիչ են կշռում, քան մկանային զանգվածը, բնականաբար մարզասրահում մկանները սկսում են գործել, հետեւաբար ճարպային հյուսվածքները հեռանում են, մկաններն են արդեն գերակշռում, այդ իսկ պատճառով հնարավոր է վիզուալ մենք ունենանք փոփոխություն, թե չափսերի, թե հագուստի հետ կապված, բայց քաշով լինենք կամ նույն քաշին կամ չկորցնենք մեր պատկերացրած քաշը։ Իսկ արագ նիհարելու դեպքում փաստորեն դժում են մկանները, որքանը որ հասկանում ենք։ Հարգելիներս մի մոռացեք, կարճ ժամկետներում հատկապես քաղցելով նիհարելու դեպքում դուք քայքայում եք ձեր առողջությունը, նպաստում եք ճարպային շերտի ավելացմանը, քանզի օրգանիզմը նախ ջրազրկվում է, կորցնում է վիտամիններ ու օգտակար նյութերի հիմնական պաշարը, մկանային հյուսվածքը, իսկ ճարպի քայքայմանը հերթը հասնում է ամենավերջում։ Մինչդեռ, այդ ժամանակ դուք արդեն անկարող եք լինում շարունակել սովելը եւ սկսում եք սնվել։ Օրգանիզմն էլ նախ ձեր ընդունածնունդից վերցնում է պաշարներ կուտակելով դրանք նոր ճարպային շերտի տեսքով, հաջորդ քաղցի շրջանում գոյատևելու հնարավորության համար։ Ստացվում է, ձեզ թվում է, թե նիհարել եք, մինչդեռ դուք օգտակարից եք ձերբազատվել, միևնույն ժամանակ մեծացնելով ճարպային շերտի հաստությունը։ Կարճ ժամանակ անց արագ վերականգնելով նախկին քաշը, մի բան էլ ավելի ձեռք բերելով նոր կիլոգրամներ։ Հետևապես մարզումներով աստիճանաբար նիհարելը ամենահուսալին է, քանզի այս դեպքում դուք կանխարգելում եք բազում հիվանդություններ, իսկ մարմնի նորմալ զանգվածի պահպանումը մարզաձևերով հնարավորություն է տալիս ունենալ բարելաված նյութափոխանակություն, բնականon ինսուլինազգայունություն, արյան նորմալ ճնշում, դրանց միջոցով էլ շաքարախտի կանխարգելում։ Դրա համար առնվազն օրական 1 ժամ քայլքը եւ կես ժամ ծանրաբեռնվածությամբ ուժային վարժանքները այնպիսի ինտենսիվությամբ, որ զրուցակցելը դառնա անհնարին, պարտադիր պայման է, հատկապես առողջ մարդկանց համար։ Իսկ եթե դուք ունեք նստակյաց աշխատանք, ապա այդ կես ժամը բավական չէ, հարկավոր է աստիճանաբար երկարացնել մարզման տևողությունը։ Կան վարժություններ, որոնք կարող եք խորհուրդ տալ ոչ միայն մարզասրահում կատարելու։ Այո, իհարկե։ Նելի Թոփչյան, գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ, Pro-Life Wellness & Spa մարզասրահի մարզիչ։ Կան բազմաթիվ եւ աերոբիկ եւ բազային վարժություններ, որոնցով կարելի է մկանները պահել տոնուսի մեջ։ Մեջ բերեմ այն փաստը, որ մարզասարքերով աշխատանքը բերում է այլ արդյունքի։ Այսինքն դուք կարող եք աերոբիկ վարժություններով զբաղվել 3-ից 4 ամիս եւ չստանալ այն արդյունքը, ինչ որ ակնկալում եք, իսկ 3-ից 4 ամիս ընդամենը մի ժամ տրամադրելով ձեզ եւ ձեր մկաններին եւ մարմնին, աշխատելով մարզասարքերի հետ, մենք կարող ենք ստանալ ավելի, նույնիսկ մեր սպասվածից ավելի արդյունք, քանի որ մարզասարքերով աշխատանքը եւ մարզիչի ներկայությունը ամեն դեպքում պարտադիր է։ Քանի պետք է վարժությունները կատարվի տեխնիկապես ճիշտ, որքան էլ մենք տեսնենք, ես ցույց տամ որոշակի վարժություններ, տեսանելիորեն հնարավոր է, որ դուք կարողանաք անել, բայց մարզչի հսկողության ներքո կատարված վարժությունները արդյունավետությունը ավելի է։ Սրանք բոլոր աերոբիկ վարժանքների տեսակներ են փաստորեն։ Կարդիո զոնան է սա մեր ակումբի, որտեղ նախ սկսում ենք սրտամկանի աշխատանքի հետ կապված։ Սրտամկանը ամրացնելով բնականաբար ամբողջ օրգանիզմը ապահովում ենք ճիշտ աշխատանքով։ Մինչև մարզասարքերին մոտենալը պետք է սկսենք նախավարժանքով, որպեսզի մկանները տաքանան, որպեսզի պատրաստ լինեն ավելորդ ծանրաբեռնության եւ քաշով աշխատանքի եւ խուսափելու տրավմաներից, վնասվածքներից մկանային։ Նախավարժանքից հետո միշտ ես առաջարկում եմ հաճախորդներին ամրացնել սրտամկանի հետ կապված մարզասարքը օգտագործել, որը նաեւ աշխատացնում է մասնակի որոշակի մկաներ, թե ոտքի, թե թևի եւ թե իրանի հետ կապված։ Այսինքն առանձին գոտիների վրա հնարավոր է աշխատել եւ կոնկրետ, եթե մարդը նպատակ ունի, ասենք, նիհարեցնել իրանը, կարող է գալ եւ հենց կոնկրետ վարժանքներ անել։ Կոնկրետ հիմնականում հաճախորդները այսպեսին են, գալիս են, ես ունեմ որովայնային հատվածի ճարպային զանգված եւ ուզում եմ նիհարեցնել, հնարավոր է միայն այդ վարժություններով։ Ասեմ, որ դա սխալ է, եթե կենտրոնանում ենք մի մկանային հյուսվածքի վրա, քանի որ հյուսվածքները փոխկապակցված են իրար հետ, կարող ենք ձգել որովայնի մկանային խումբը, մկանախմբերը ձգենք, բայց ունենանք թույլ մեջքի մկանախումբ, հա, կամ ունենանք քիչ զարգացած մկաններ, ոչ թե տեսանելի, այլ ընդհանուր առմամբ ձգված, քիչ
ստկված մկաններ, թևերի հատվածում, ազդրերի հատվածում, ընդհանուր առմամբ բոլոր կանանց բացի մարզասրահ հաճախելուց միշտ պետք է խորհուրդ տալ, որ բոլոր մկանները պահեն տոնուսի մեջ, որպեսզի լինենք սլացիկ, միայն այդ դեպքում է ապահովում սլացիկ կառուցվածքը։ Մինչև անդրադառնալը ամենատարածված սխալներին, որոնք նպաստում են թյուր կարծիքների ձևավորմանը մարզումների արդյունավետության առումով, հիշեցնում ենք, թե որոնք են աերոբիկ վարժանքները եւ որոնք ուժային։ Այսպիսով, աերոբիկները սրտի աշխատանքի մարզմանը ուղղված կարդիալ կոչվող վարժանքներն են։ Դրանք են քայլը, վազքը, լողը, պարը, ֆուտբոլը, հեծանվա սպորտը, աստիճաններ բարձրանալ իջնելը եւ այլն։ Ուժային բեռնվածությամբ ինտենսիվ վարժանքների պահանջի հիմնական տարրը ծանրաքարերի կիրառումն է բոլորիս հայտնի վարժանքների դեպքում, կամ արդեն մարզասարքերի ծանրոցներով վարժանքները։ Այլ կերպ ասած, կարծես թե ստացվում է, որ եթե մարդը ի վերջո որոշել է առողջ ապրելակերպ, դա պետք է լինի ոչ թե մի փուլ որևէ նպատակի հասանք եւ վերջ կարելի է ամեն ինչ մոռանալ կամ թողնել կամ տնային պայմաններին ասել։ Պարզապես մի ամբողջ կյանք հաճախել մարզասրահ, ի վերջո դա առողջություն է։ Պետք է հիշեցնեմ, որ մարզասրահ հաճախելը դա ոչ թե տանջանք է, դա ոչ թե ինչ որ զուտ քաշ գցելու նպատակ է պնդում, այլ ապրելակերպի մեջ պետք է մտցնել, քանի որ ոնց որ ձեռքերը, ոնց որ մաշկը, ոնց որ մազերը խնամում ենք, մարմինը եւ մկանները նույնպես խնամքի կարիք են զգում։ Եվ եթե ուզում ենք ունենալ խնամված արտաքին, բնականաբար պետք է նաեւ մկաներին ուշադրություն դարձնել մեր օրգանիզմին։ Նեյլի Թոփչյան, գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ, Pro-Life Wellness & Spa մարզասրահի մարզիչ։ Ուրեմն սկսենք դրանից, որ կան մարդիկ, որոնք հենց հաճախում են մարզասրահ, հաճախելուն պես, պատկերացնում են, որ ներկայությունը արդեն ապահովում է իրենց կամ քաշի իջեցումը կամ մկանային զանգվածի ավելացումը։ Պետք է նախ մարզասրահ հաճախելուց ունենանք կոնկրետ ծրագիր։ Եթե չունենք որոշակի ծրագիր, դիմենք մարզիչին։ Ունենանք կոնկրետ նպատակ։ Ուզում եմ ունենալ որոշակի մկանային զանգված, ուզում եմ ունենալ այսքան քաշի կորուստ, որպեսզի եւ մարզիչը եւ դուք կոնկրետ հստակ ծրագրով սկսեք աշխատելը։ Միայն այդ դեպքում կարելի է մարզասրահում հասնել ճիշտ արդյունքի։ Կան պարապողներ, որ գալիս են, սկսում են պարապել եւ պարապմունքից անմիջապես հետո չհետեւելով սննդին ավելացում են ավելին քաշ, քան որ եղել էին հաճախելուց մարզասրահ։ Հարցը ինձ տվել են ստանարել եմ այս վարժությունը, բայց չեն ստացել այն արդյունքը, չեն ունեցել այն զգացողությունը մկանային աշխատանքի, ինչը որ մասնագետի հսկողության ներքո է կատարվում։ Այսինքն մարզիչի ներկայությունը, տեխնիկապես եւ շնչառությունը եւ կատարման տեխնիկան անպայման շատ կարեւոր է, հա։ Ինչ վերաբերում է առողջ ապրելակերպի այլ գործոններին, ապա հարկավոր է մեկընդմիշտ ձեռբազատվել ծխախոտամոլությունից։ Կարող եք դա անել, ասենք, աստիճանաբար խուսափելու օրգանիզմը ստրեսի մեջ գցելուց։ Իսկ բարելաված ախորժակի կառավարման դեպքում մարդը կիլոգրամներ չի ավելացնի, թեև ըստ ուսումնասիրությունների այդ դեպքում կարող է ավելանալ մարմնի զանգվածը ընդամենը 4-ից 5 կիլոգրամով, որը միանգամայն կառավարելի է մարզասրահներում մարզվելով։ Ինչ վերաբերում է ավելորդ կիլոգրամների այլ աղբյուրներին, ապա հրաժարվեք ալկոհոլից, նաև քանի որ այն չարաշահման դեպքում վնասակար է այլ առումներով ևս։ Թույլատրելին օրական 150 մլ գինին է եւ 60 մլ օղի։ Նախ շնչառության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, թե ոչ։ Եվ առհասարակ շնչառության առանձնահատկությունը որն է մարզումների ժամանակ, որովհետև ճիշտ շնչառությունը արդյունավետություն է ապահովում։ Անպայման։ Նեյլի Թոփչյան, գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ, Pro-Life Wellness & Spa մարզասրահի մարզիչ։ Ապահովում է ճիշտ թթվածնով։ Եթե ունենանք թթվածնի կորուստ, բնականաբար կունենանք նաև ուժի կորուստ եւ չեն կարող հետագայում մարզումները շարունակել կամ այդ օրվա մարզումը չեն կարող շատ ուժով շարունակել, հա։ Այո, ընդհանրապես դրանում է կայանում կախ։ Եվ վերջի ցանկացած վարժություն պետք է անել օգտագործելով բուն մկանը, որովհետեւ էներգիայի կորուստ ապահովում է մկանի աշխատանքը։ Ինչն է անհրաժեշտ հաշվի առնել, օրինակ յանայի կառուցվածքով եւ կեցվածքով տիկնոջ համար այս տարիքում գտնվող։ Միջին տարիքում գտնվող, միջին քաշային ավելցուկային քաշ ունեցող կանանց ես խորհուրդ եմ տալիս շատ աշխատանք անցկացնել կարդիոզոնայում եւ մկանները ծանրաբեռնել միջին քաշերով։ То есть գոյություն ունեն բազային վարժություններ, որոնցով մենք պետք է ստեղծենք մկանային բազա, այնուհետև ծանրաբեռնենք։ Մենք չենք սկսելու մկանի աճի վրա աշխատել, մենք աշխատացնելու ենք մկանը, որպեսզի ճնշենք ճարպային հյուսվածքները, որպեսզի վերացնենք ավելորդ եւ քաշը եւ ունենանք սլացիկ եւ նրբագեղ
կառուցվածքը։ Լինում ունենք հաճախորդներ, որոնք ուզում են ունենալ մկանային հյուսվածքներ արտահայտված։ Հիմնականում կանանց 90%-ը նախընտրում է լինել ավելի նրբագեղ, սլացիկ, առանց արտահայտված մկանների։ Այսպիսով Յանայի մարզումները սկսվեցին անհատական ծրագրով, սակայն այդ ամենը սկսելուց պարտադիր հանգամանք է նախավարժանքը, քանզի օրգանիզմին հարկավոր է պատրաստել ծանրաբեռնվածությանը աստիճանաբար, եւ դա վերաբերում է ամենին՝ վարժանքների ծավալին, տևողությանը, մոտեցումների քանակին, ինտենսիվությանը եւ այլն։ Առհասարակ հարկավոր է ավելացնել մարզման ծավալը միայն այն դեպքում, երբ նախորդը կատարվում է առանց առանձնագիճի գերի։ Այնուհետև մեր մասնակցին առաջարկվեց վազքը, որպես աերոբիկ սրտանոթային համակարգի մարզման վարժանք։ Ապա բազային վարժանքներով ընդմիջվում էին ուժայինները, այսինքն մարզասարքերով բեռնվածությամբ վարժանքները։ Առաջին երկու մարզասարքերով մասնագետը աշխատեց Յանայի մեջքի ու հատկապես թիակների շրջանի վրա, քանզի ինչպես գիտեք, դա հուզող գոտի է կանանց համար։ Իսկ մասնագիտական առումով մարմինը պետք է համաչափ մարզել, որպեսզի չառաջանան շեղումներ հենաշարժական համակարգում։ Ապա կրկին բազային վարժանքներ կատարվեցին, ինչպես տեսնում եք, շարունակաբար գտնվելով մարզիչի հսկողության ներքո, ով հետևում է յուրաքանչյուր շարժմանը, մարզվողի ընդհանուր վիճակին եւ շնչառությանը։ Հիշեցնում եմ, այս բոլոր վարժանքները 2-ից 3 մոտեցումներով են կատարում, սակայն ոչ առաջին այցելության ժամանակ, խուսափելու վնասվածքներից եւ անցանկալի այլ երևույթներից։ Սա արդեն կրծքի մկանների համար նախատեսված մարզում է, որը կարող է նպաստել կրծքագեղձի չափսերի փոփոխությանը, բոլոր դեպքերում մկանները աշխատացնելով կապահովի դրա բարձր դիրքը եւ առանցքականությունը։ Եվս մեկ ընդմիջում բազային վարժանքով, որը որևէ դեպքում անտեսել չի կարելի, քանզի ընդհանուր առմամբ մկանի լարվածությամբ կատարվող յուրաքանչյուր տեսակի վարժանք նպաստում է կալորիաների այրմանը եւ այդ դեպքում է համարվում ճիշտ կատարված։ Այսինքն վարժանքները պետք է կատարել ոչ թե հոդերի ծանրաբեռնվածության հաշվին, այլ լարերով մկանները։ Իսկ ահատարացության մեջ մարմնի տեղափոխումը առավել շատ կալորիաների այրում է պահանջում։ Իդեպ այդ առումով պետք է կանաչ հիշեցնեմ, որ լինելով ամենամեծ մկանը, ազդրի մկանները կարող են նպաստել կալորիաների մեծ քանակի այրմանը, եթե ընդգրկված լինեն մարզման ծրագրում նիհարելու առումով։ Ահա թե ինչու մեր մասնակցին առաջարկվեց հաջորդ երկու մարզասարքերով աշխատանքը, որով հնարավոր է ապահովել էներգիայի ծախս եւ ազդրերի ու հետույքի մկանների առանցքականություն։ Այնուհետև եւս մեկ ընդմիջում էր, քանզի Յանան մարզման միջանկյալ հատվածներում էր առավել ակտիվ, իսկ այս պահին նա արդեն տեսանելիորեն հոգնած է։ Եվ վերջապես առաջին օրվա համար անցանք ձեռքերի մկանների մարզմանը։ Սա եւս կարևոր գոտի է երիտասարդ արտաքինի համար։ Դե իսկ նույն մարզասարքերի այլ ֆունկցիաներից օգտվելը կմնա հաջորդ պարապմունքների համար, քանզի առաջին օրվա ծրագիրը Յանան իրականացրեց ավելին, քան բավարար։ Բայց մարզասրահից դուրս գալ թույլատրվեց միայն ահա այս սարքով մարմնի բոլոր մկանների ձգումները անելուց հետո։ Իդեպ դա պարտադիր պայման է բոլոր մարզումները ավարտելու համար, սակայն ցավոք հիմնականում անտեսվում է այլ ծառայություններում, ինչպես եւ նախավարժանքները։ Մարզման ժամանակ ավելի ադրենալինը շատ բարձրացել էր, ավելի աշխույժ էր, ավարտելուց հետո պարապմունքը մի քիչ թեթևակի հոգնածություն կա, ոչ թե հոգնածություն, այլ ավելի քնելու զգացողություն։ Հոյակապ մարզիչ էր հետս պարապում, Նելին, եւ զգացի ինչքան լավ կարող է մարդին զգալ։ Պարելը մի այլ բան է, մարզվելը մի այլ բան է, այնպես որ եթե կարող եք համատեղել եւ այն հրաշալի կլինի։ Մասնագետի եզրահանգում երկչուհի Յանան առաջիկա 6 ամիսների ընթացքում պետք է նվազեցնի առողջ ապրելակերպով, այդ թվում եւ մարզումների անհատական ծրագրով իր մարմնի զանգվածի 10%-ը, որպեսզի կտրուկ փոփոխություններով չնպաստի օրգանիզմում տարբեր հիվանդությունների զարգացմանը։ Արդյունքներն էլ լինեն երկարաժամկետ։ Յանայի մարզումները պետք է լինեն ամեն օր, համենայն դեպս 2 օրից ոչ ավելի ընդմիջումներով, քանզի մկանային հիշողությունը այդքան է։ Հակառակ դեպքում այն մոռանում է կրած ծանրաբեռնվածությունը, իսկ օրգանիզմում տեղի ունեցած բարելավումները հետաճում են։ Հարգելիներս, այս թեմայի ավարտին պետք է հիշեցնեմ, որ մարզումների դեպքում օրգանիզմում արտադրվում են նաև սեռական կյանքից առաջացող նյութերը եւ հորմոնները, բնականաբար պարգևելով մարդուն նույնքան առողջ լինելու հնարավորություն։ Այնպես որ մարզումները մի անտեսեք երբեք։ Իսկ այժմ բոլորի ուշադրությանը ներկայացնում ենք հատվածներ մեր առաջիկա հանդիպումից։ Ուշադրություն դարձրեք։
Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերով եւ առաջարկներով մեզ շարունակեք զանգահարել 055 09 86 27 հեռախոսահամարով, գրել առողջություն շնիկ@tv.am էլեկտրոնային հասցեով։ Կարող եք նաեւ մեզ գտնել YouTube-ի եւ Facebook-ի առողջության էջերում։ Համոզված եմ կհամաձայնեք, որ հիվանդությունը ինչ որտեղ նաեւ վաղաժամ ծերություն է, ուրեմն մի թողեք, որ այն բուն դնի ձեր օրգանիզմում։ Դա հնարավոր է անել ընդամենը գրագետ մարզումներով, եթե այս պայծրությամբ դուք միանգամայն առողջ եք։ Մինչև նոր հանդիպում առողջության եթերում շաբաթ օրը ժամը 10-ին։ Հաջողություն ձեզ։ ProLife Wellness and Spa